Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 29։ Ով Աստված, նոր օրհնություն կերքեմ քեզ, տասնաղյա տավիղով սաղմոս կասեմ քեզ, որ փրկություն է տալիս թագավորներին եւ իր Դավիթ ծառային փրկում է չար սուրիցը։ Սաղմոս 144 գլուխ 9-10 խոսքեր։ Նոր ողորմությունները նոր գոհաբանություն են պահանջում։ Մենք պետք է փառաբանենք Աստծուն ոչ միայն այն ողորմությունների համար, որոնք արդեն ստացել ենք նրա նախախնամությամբ, այլև այն բարիքների համար, որոնք հույս ունենք հասնելու նրա խոստումների համաձայն։ Սրից փրկվելը կամ կործանարար հիվանդությունից ազատվելը փոքր օգուտ է, եթե մարդը չի ազատվել մեղքի իշխանությունից եւ գալիք բարկությունից։ Դավիթը նաև աղոթում էր իր ժողովրդի բարօրության համար։ Այս աշխարհում մեծ ուրախություն եւ մխիթարություն է ծնողների համար տեսնել, որ իրենց երեխաները ճիշտ ճանապարհի վրա են եւ հավանական է, որ ճիշտ ու աստվածավախ կյանքով կապրեն։ Երեխաներին տեսնել որպես նորատունկ ծառեր, այլ ոչ թե որպես մոլախոտեր կամ փշեր, տեսնել նրանց որպես աճող, ոչ թե թառամած ու խոշակահարված բույսեր, տեսնել, որ նրանք իրենց ժամանակին Աստծու համար պտուղ են բերելու եւ տեսնել, որ նրանք դեռ երիտասարդ հասակում զորանում են Սուրբ Հոգով եւ աճում են հոգեվոր կյանքում։ Առատությունը նույնպես ցանկալի է, որպեսզի դրա համար շնորհակալ լինենք Աստծուն, առատաձեռն լինենք մեր ընկերների հանդեպ եւ ողորմած աղքատների նկատմամբ։ Հակառակ դեպքում ինչ օգուտ կա, եթե մեր շտեմարանները լեցուն են։ Ցանկալի է նաև տեսնել անխափան խաղաղությունը, չէ՞ որ պատերազմը բազմաթիվ դժբախտություններ է բերում, լինի ուրիշների վրա հարձակվելու, թե ինքներս մեզ պաշտպանելու համար, եւ որքան հեռանում ենք Աստծո պաշտամունքից ու ծառայությունից, այնքան դադարում ենք լինել իսկապես երջանիկ ժողովուրդ։ Փրկչի Դավթի որդու հպատակները վայելում են նրա իշխանության եւ հաղթանակների օրհնությունները եւ երջանիկ են, քանզի նրանց Տերը կենդանի Աստված է։